Բարև ձեզ, սիրելի ընկերներ, ուրախ եմ ձեզ ողջունել թե իմ Facebook-ի ու թե YouTube-ի ալիքներում, այս եթերը իրականում սկսել եմ նրա համար, որ միասին քննարկենք, խոսենք մեր այս վերջի 2 օրվա այցերի մասին Հայաստանի Հանրապետության տարբեր մարզեր, Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Արարատի, Տավուշի և Լոռու մարզեր, ինչպես գիտեք, շաբաթ և կիրակի օրերին մեր ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում այդ մարզերում էինք ու բացի ներկուսակցական քարոզարշավը, այն այդ գալա ընթրիքները, որոնց ժամանակ մեր պատվիրակների հետ էինք շփվում և ելույթներ ունենում կուսակցական ֆորմատով, նաև հնարավորություն ստացանք մեր քաղաքացիների հետ շփվելու, ինչը շատ լավ էր, շատ տրամադրող էր, շատ մոտիվացնող էր, շատ դրական էր ու շատ լավ էր առհասարակ ամեն ինչը։ Կուզեմ պատմել այն տպավորությունների մասին, որ ստացա մեր քաղաքացիների հետ շփումներից, կուզեմ պատմել այն թեմաների մասին, որոնց մասին մենք զրուցեցինք մեր քաղաքացիների հետ։ Ուրեմն ամենաշատը բնականաբար հատկապես մարդկանց մոտ շատ մեծ այսպես տպավորություն, շատ մեծ իմպակտ կոչվածն էր թողել թոշակների բարձրացումը և առողջապահության ապահովագրությունը, որովհետև նախ և առաջ սրանք երկուսն էլ լիովին նոր բաներ են, հունվարից սկսած առողջապահության ապահովագրությունը և արդեն ապրիլի 1-ից սկսած թոշակների բարձրացումը նոր պիտի ուժի մեջ մտնի և մեր քաղաքացիները պիտի ասեմ շատ ոգեշնչված էին այս երկու իրադարձությամբ, չեք պատկերացնի ուղղակի ինչքան մարդ էր մոտենում ու շնորհակալություն հայտնում վարչապետից, կառավարության անդամներից կամ պատգամավորներից թե թոշակների բարձրացման և թե առողջապահության ապահովագրության ներդրման համար, որովհետև եկեք խոստովանենք էլի, տարիներ շարունակ տասնամյակներ մեր պետությունը եղել է մի պետություն, որը անվճար առողջապահություն այդպիսի ծավալով տվել է միայն մինչև 7 տարեկան երեխաներին։ Այսինքն միայն մինչև 7 տարեկան երեխեքն են, որ առողջապահության ինչ-որ մի կոնկրետ շատ մեծ ծավալ են ունեցել։ 2018 թվականից հետո, գիտեք, վարչապետի և կառավարության որոշմամբ մինչև 7 տարեկանի փոխարեն նախ մինչև 18 տարեկան երեխաներն են սկսել անվճար բուժօգնություն ստանալ և հետո էլ արդեն այս հունվարի 1-ից ուժի մեջ է մտել առողջապահության անվճար ապահովագրությունը մեր 65 տարին անց տատիկների ու պապիկների համար ու սա ֆանտաստիկ բան է, ուղղակի պատկերացրեք գնում ես, քայլում ես ու փողոցում քեզ հանդիպում է մի մարդ, ով առողջապահության նախարարից կամ թիմի յուրաքանչյուր ներկայացուցիչից շնորհակալություն է հայտնում, որ իր աչքի լույսը օրինակ վերականգնվել, այսինքն մարդիկ են, ովքեր աչքի լուրջ լրջագույն վիրահատության կարիք են ունեցել տարիներ շարունակ, բայց այդ վիրահատությունը չեն կարողացել անել, որովհետև ֆինանսական միջոցներ չեն ունեցել դա անելու համար։ Հիմա լուծվել է այդ հարցը, մարդիկ փաստացի կարողանում են վիրահատություններ անել, մարդիկ կարողանում են դեղորայք ստանալ, սրտի վիրահատություններ, չգիտեմ, էլի հազար ու մի տեսակի վիրահատություններ, բուժումներ են ստանում ամբուլատոր օրերով հիվանդանոցներում պառկում են, իրանցից գումար չեն վերցնում դրա դիմաց, դեղորայքն են գնում են դեղատներում դեղորայք են ստանում ու ասենք շատ մարդ արդեն 2-3 դեպք ա եղել, եթե չեմ սխալվում, մարդը պատմել է, որ նախկինում ամսական մենակ 20-ից 30 հազար դրամի դեղ էր առնում, հիմա կամ անվճար է կամ մի քանի 2-3 հազար դրամ է օրինակ այդ ամեն ինչը դարձել իր համար ու սա փաստացի ֆանտաստիկ բան է մեր թոշակառուների համար։ Անկեղծ լինենք, էլի, ասենք սրանից 10 տարի առաջ, 15 տարի առաջ նույնիսկ երազել չէր կարելի, որ Հայաստանում մի օր նմանատիպ մի բան կգործի ու մեր թոշակառուները կզգան պետական խնամքը ինչ է, կզգան թե ինչ է նշանակում միայնակ չլինել սեփական հիվանդությունների հետ, կզգան թե ինչ է նշանակում այսպես կոպիտ ասած ֆինանսական բեռ չդարձնել իրենց հիվանդությունը, իրենց զավակների, իրենց ընտանիքի անդամների վրա։ Հիմա այդ ամեն ինչը այդպես է։ Հիմա մեր քաղաքացիները էլ այդ զգացողությունները չունեն, մեր թոշակառուները, մեր տատիկ-պապիկները, այն մարդիկ, ովքեր մեզ բոլորիս մեծացրել են, սնուցել են ու կյանք են տվել, այդ մարդիկ էլ այդ մտավախությունը չունեն։
այդ մարդիկ արդեն ակնհայտորեն զգում են, որ իրանք մենակ չեն իրանց հիվանդությունների հետ, նրանք զգում են, որ պետությունը իրանց կողքին է, ու իրանք էլ երբեք մենակ չեն լինելու այդ հիվանդությունների հետ։ Սա ֆանտաստիկ բան է։ Նույն թոշակառուների հետ կապված թոշակների բարձրացումը եւս, որովհետեւ այս վերջերս շատ ենք չէ խոսում, ասում ենք այ թոշակների բարձրացումը ու պետք է հասկանալ, թե որտեղից ենք մենք սկսել։ Մենք սկսել ենք մի իրավիճակից, երբ որ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն թոշակը 2018 թվականին 16,000 դրամ էր։ Հայաստանում 100,000-ավոր մարդիկ, ովքեր նվազագույն կենսաթոշակ են ստանում, ամսական դատապարտված էին ապրելու 16,000 դրամով։ 16,000 դրամ։ Սա ես չգիտեմ ես ինչ թիվ է, էլի։ Սա թիվ էլ չի։ Սա Աստված գիտի, թե ես ինչ է։ Այս մարդիկ դատապարտված էին այո ապրելու 16,000 դրամով, բայց նախ 19 թվականին այդ թոշակները նվազագույնը 16-ից դառավ 25,000 դրամ, հետո էլի բարձրացավ, հետո հետ վճարի համակարգը ներդրվեց, հետո հետ վճարը կրկնապատկվեց ու հիմա էլ արդեն նվազագույն կենսաթոշակը փաստացի դառնում է 46,000 Հայաստանի Հանրապետության դրամ։ 46,000, 16,000-ից, այսինքն երակի գրեթե ավելանում է, գրեթե երակ 2-8 անգամ, եթե չեմ սխալվում, ավելանում է մարդկանց թոշակները 2018-ի համեմատությամբ։ Ու լրիվ ակնհայտ է ու լրիվ տրամաբանական է, որ մարդիկ այս ամեն ինչը գնահատում են։ Մարդիկ այս ամեն ինչը գնահատում են ու մարդիկ այս ամեն ինչը իրենց մաշկի վրա են զգում։ Ու բնականորեն սա տալիս է իր դրական էֆեկտը մարդկանց կյանքի որակի վրա, մարդկանց ինքնազգացողության վրա, նաև մարդկանց չգիտեմ, առողջապահություն ունեն, թոշակների բարձրացում ունեն ու մեր թոշակառուները փոքրի շատ է իրենց կյանքի առավել հասուն տարիները, այդպես դա անվանենք, առավել հասուն տարիները իրենց կյանքի, իրենց փոքրինչ ավելի ապահով են զգում ու փոքրինչ ավելի կարողանում են իրենց կյանքի մյուս հարցերի, մյուս ասպեկտների մասին մտածել, ինչը անձամբ ես օրինակ շատ դրական եմ գնահատում։ Մյուս կարևոր բանը, ինչը հատկապես շատեր աչք ծակում Տավուշում, դա ահռելի ծավալների այդ բանն է, բնակարանաշինությունն է 16 միլիոնների ծրագրով, դե գիտեք Տավուշը սահմանամերձ մարզ է, սահմանակցում է Ադրբեջանի Հանրապետության հետ ու իսկ այդպես չկա մի մարդ, ով համաձայն չի եմ փաստի հետ, որ մինչև վերջերս առնվազն այդ գյուղերը, սահմանամերձ գյուղերը մեր դատարկվում էին։ Սահմանամերձ գյուղերում ապրող մարդիկ, ապրող երիտասարդները, ապրող ընտանիքները ավելի շատ լքում էին իրենց տները ու գնում էին արտերկիր, գալիս էին Երևան, գալիս էին այլ քաղաքներ ապրելու, քան թե այնտեղ նոր տուն էր կառուցվում։ Առհասարակ հազարից մի դեպք կարող լիներ, որ սահմանամերձ գյուղում նոր տուն կառուցվեր։ Իսկ հիմա այդ սահմանամերձ գյուղերում ամբողջական թաղամասեր են կառուցվում, ամբողջական թաղամասեր, հասկանում եք, ամբողջական, ասենք 8, 10, 15 տուն մի թաղամասում 0-ից կառուցվում է 16 միլիոնի ծրագրով։ Ու դա որ նայում ես, ոնց որ կյանք է մտնում այդ գյուղ կյանք է մտնում։ Նոր մարդիկ են գալիս կամ եղած մարդիկ մնում են առնվազն այդ գյուղում, կան այդ տների մեջ նաև տներ, որոնք որպես հյուրատուն են տրվելու, այդ հյուրատունը որ տան որպես հյուրատուն վարձով, օրինակ, չգիտեմ, այդ սերվիզային ծրագրերով, դա էլ իր հերթին նոր մարդիկ է էլի բերելու գյուղ, այդ մարդիկ գալու են, խանութից են առևտուր անելու կամ չգիտեմ, տեղի գյուղացիներից ձու են առնելու, հավ են առնելու, տարբեր բաներ են առնելու, ու դա էլ իր հերթին է այդ մարդկանց կյանքի որակի վրա փոփոխություն բերելու դրական էֆեկտ է, անասելի դրական էֆեկտ է։ Դե ճանապարհների մասին էլ չեմ էլ խոսում ուղղակի, որ ցանկացած մեկով մինչև 2018 թվականը գնացել է Տավուշ ու հիմա է գնում Տավուշ, ով գնացել է Լոռի ու հիմա է գնում Լոռի, ով գնացել է Արմավիր ու հիմա է գնում Արմավիր, ով գնացել է Արարատի մարզ ու հիմա է գնում Արարատի մարզ, ինքը այդ ճանապարհաշինությունը միանշանակորեն տեսել է, դպրոցների, մանկապարտեզների շինարարությունը ֆանտաստիկ է ուղղակի։ Էլ չեմ խոսում, օրինակ Ալավերդիում հատկապես պարոն Մկրտչյանի, Արեն Մկրտչյանի Լոռու մարզպետի հետ նաև քայլում էինք բավականին։ Հիշում եք Ալավերդու ջրհեղեղը, այդ արտակարգ դեպքը, որ տեղի էր ունեցել, արտակարգ իրավիճակը, որ տեղի էր ունեցել ու մարդկանց տները բնակելի շենքերում ընդհանուր միջև երկրորդ հարկում լրիվ անցել էին ջրի տակ։
ու այդ տները խայտառակ վիճակում էին բնականաբար մարդիկ կորցրել էին կարելի ասել իրանց տունը, որտեղ այդ տները դարձել էին ապրելու համար ոչ պիտանի այդ վիճակներում ու ընտիր էր ուղղակի արձանագրելը, որ կառավարությունը կարողացել էր լուծել այդ մարդկանց հարցը ու այնպես անել, որ այդ մարդիկ գոհ լինեն այն փոխհատուցումից, որ իրենք ստացել են ու այդ մարդիկ կարողանան իրենց այդ գույքը բերել նորմալ ու ամբողջական վիճակի։ Այս օրերի ընթացքում եղավ նաև մի միջադեպ, որի մասին շատ խոսեց ընդդիմությունը ու շատ խոսեց ընդդիմադիր մամուլը։ Այս միջադեպը այն Արտաշատի հայտնի դրվագն է, երբ որ ընդդիմադիր հայացքներով մի քաղաքացի վարչապետին ասում է, չէ մի մտի իմ խանութ, ասում ենք դա նորմալ է։ Երբ որ 100 խանութում վարչապետին նորմալ ընդունում են, ջերմ ձեռք սեղմում են անում, գրկում են կամ ուղղակի ինչ-որ նեյտրալ վերաբերմունք են ցույց տալ, կարող լինի նաև դրվագ, որ այսպես լինի այդ ամեն ինչ, որ մարդը ունենա ընդդիմադիր քաղաքական հայացքներ, դա նորմալ է, մարդը կարող ունենա նման հայացքներ։ Մեր ձեռքբերումն են, որպես իշխանություն, որ այդ մարդուն ոչ մեկ չի ծեծելու, ոչ մեկ այդ մարդուն զուգարանում ծեծելով չի սպանելու, ու դա նորմալ է, ու դա լավ է, որովհետև դա է ժողովրդավարությունը։ Իրականում ոնց տեսնում եք աղագին էլ արևից բան ենք եղել, կարմրել ենք, ենթադրում եմ, ավելի շատ սա Արմավիրի ու Արարատի շնորհքն է, որտեղ Լոռիում ու Տավուշում ավելի շատ ձմեռ էր, քան գարուն, թեև հենց գարնան առաջին օրն էինք Լոռիում ու Տավուշում։ Ինչևէ, սիրելի ընկերներ, այս ֆորմատը ուղղակի հիմա փորձարկենք այս ուղիղ եթերների ֆորմատը, տեսնենք ոնց է աշխատում, որ նախընտրական շրջանում նաև այս ֆորմատը շատացնենք, ինչ կարծիքներ ունեք, ինչ հարցեր ունեք նաև, դրանց մասին գրեք մեկնաբանություններում, սիրով հաջորդ եթերների ընթացքում կփորձեմ պատասխանել, սիրում եմ ձեզ, բաժանորդագրվեք անպայման թե Facebook-յան էջին և թե YouTube-յան ալիքին, անպայման բաժանորդագրվեք, սիրում եմ ձեզ, կշփվենք, հիմա փորձեմ անջատեմ, տեսնեմ կարողանամ, թե չէ, պետք է որ կարողանամ, հաջողություն։